Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ Այս անգամ կոմիտեի մասնագետները Գորիսում էին գործընթացի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու համայնքապետարանի աշխատակիցներին, ձեռնարկատերերին ու հետաքրքրված քաղաքացիներին։ Կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը կամ կենտրոնների, կամ արտադրոցական կազմակերպությունների ցանկերը մինչև այս տարվա ապրիլի 1-ը տրամադրելու է պետական եկամուտների կոմիտեին պաշտոնապես, իսկ պետական եկամուտների կոմիտեն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այս տեղեկատվությունը ներառելու է իր տեղեկատվական բազա, որից հետո այս կազմակերպությունները կարող են արդեն այս ծախսերի մասով կամ իրենց կողմից մատուցված ծառայությունների մասով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր։ Ներկաների խոսքով յուրաքանչյուր նորություն բերում է հակասական լուրեր, առաջին ձեռքից հայտարարագրման վերաբերյալ տեղեկություններ ստանալը հրաշալի հնարավորություն է։ Աննա Հակոբյանը հաշվապահական կազմակերպություն է ղեկավարում, եկել էր ստանալու հաճախորդներին հուզող հարցերի պատասխանները։ Այսօր այստեղ ենք որպես հաշվապահական գրասենյակի ներկայացուցիչներ, որպեսզի կազմակերպության աշխատակիցները եւս մեկ անգամ ի թիվս այլ դասընթացների, որոնց մասնակցել ենք, եւս մեկ անգամ լսեն, եթե կան նորություններ, փոփոխություններ տեղեկացված լինել, որպեսզի մեզ դիմող հաճախորդների պահանջները առավել հստակ եւ ճշգրիտ կարողանանք բավարարել։ Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների կարծիքով իրազեկող հանդիպումները կարևոր են յուրաքանչյուրի համար, քանի որ հայտարարագրվող եւ սոցիալական կրեդիտներից օգտվող շահառուների դեպքերը տարբեր են։ Այս դասընթացը շատ կարևոր էր, մարդկանց շրջանում լայն շրջանակում մտահոգություններ կային, թե ընդհանրապես թե աշխատավայրում, թե առհասարակ խոսակցություններ կան, որ մարդիկ հարցնում են արդյոք արժե հայտարարագրվել թե ոչ։ Այս դասընթացը շատ կարևոր էր, իր գիտելիքներով ու համոզիչ էր եւ կարծում եմ մարդկանց մեծամասնությունը դասընթացից հետո կհայտարարագրվեն, եթե արդեն իսկ հայտարարագրված չեն։ Աշոտ Սեմերջյանի ներկայացմամբ իրազեկման միջոցառումները մշտապես մարդաշատ են, մտահոգություններն ու հարցերն էլ բազմազան։ Մասնավորապես կապված մի շարք եկամուտատեսակների հետ, թե դրանք հարկվում են, թե չեն հարկվում, կամ ապագայում նախատեսված են, որ պետք է հարկվեն, մասնավորապես նվիրատվության գումարների հետ կապված, անհատույց ստացված գումարների հետ կապված, փոխհարության գումարների հետ կապված եւ այլ եկամուտատեսակների մասով, որոնց մասով իհարկե մենք հայտնում ենք, որ որևէ մտահոգության առիթ չկա, որովհետև այդ եկամուտները իրենք հայտարարագրման ենթակա են, սակայն հարկման ենթակա չեն, եւ առաջիկայում եւս դրանք չեն նախատեսվում, որ պետք է հարկվեն։ Հաճախ հնչող հարցերից է նաեւ, թե ինչպես պետք է քաղաքացին լրացնի հայտարարագիր, եթե 2024-ին աշխատել է Հայաստանում, բայց հիմա երկրից դուրս է եւ մինչեւ տարեվերջ վերադառնալ չի նախատեսում։ Այդ մասով եւս ուրեմն հայտնում ենք, որ այդ մասով որոշակի աշխատանքներ են իրականացվում, որպեսզի կարողանան լիազորված անձի միջոցով ներկայացնել իրենց հայտարարագրերը։ Կարծում եմ, որ իրազեկման աշխատանքների արդյունքում բավականին արդյունավետ հանդիպում է տեղի ունենում, աշխույժ ուրեմն կենթանի հանդիպում, որոնց ընթացքում մարդիկ ստանում են իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները։ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների այցը մեկնարկել է Սիսյանից, հանդիպումներ կլինեն նաև Կապանում մարտի 14-ին, ժամը 10-ին եւ 12-ին Մշակույթի կենտրոնում։